թրիպ, այսպես մենք արդեն կարող ենք մեկնաբանել այն կոմունիկացիոն պրոյեկտը, որ իշխանությունները դարձրել էին իրենց քարոզչական թիվ 1 քարոզչական նյութը, որով հիմնավորում էին այն, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է խաղաղության դարաշրջան, ամերիկյան կապիտալ է եկել, ամերիկյան ներկայություն է լինելու, ամերիկացիներն են փաստորեն երաշխավորելու, քարոզչությունն է այսպիսի, իրենք են իրենց ներկայությամբ ապահովելու նաև անվտանգությունը, մեր նախկին արտգործնախարարը, ով Արցախի անկման պատասխանատուներից մեկն է, անձնապես պատասխանատուներից մեկն է, այսօր եւս թրիպի քարոզեր անում, բայց ինչ ունենք մենք իրականում, իսկ իրականում մենք ունենք հետեւյալ իրավիճակը, գետնի վրա on-line ռեժիմով իրադարձությունները փոխվում են։ Օրվա առաջին կեսին հայտնի էր դարձել, որ Իրանի Իսլամական Հանրապետության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միջև, այսպես ձևակերպենք, 2 շաբաթվա հրադադար է հաստատվել եւ կողմերը, ավելի կոնկրետ Իրանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, բանակցություններ են վարելու Պակիստանում։ Ամերիկյան կողմը չի էր հերքել, որ բանակցությունները Իրանի դեմ պատերազմական գործողությունից հետո վարվելու են Իրանի կողմից առաջ քաշված 10 պայմանների համատեքստում եւ այս պայմանների մասին մենք դեռ կհասցնենք խոսել, ու այստեղ նաև ինչն է կարևոր, բանակցությունները Իսլամաբադում իրանական կողմից վարելու է իրենց խորհրդանի ղեկավարը Գալիբաֆը, ով բազեներից գլխավորն է երևի այս պահի դրությամբ իրանական քաղաքականության մեջ եւ շատ սիմվոլիկ է, որ հենց իրեն են ուղարկում բանակցություններ վարել ամերիկյան կողմի հետ, սա առնվազն արձանագրումն է նա, որ իրանական կողմը իրեն ոչ միայն պարտված չի համարում այս պատերազմական գործողությունների ընթացքում, այլ նաև հակառակ կողմը ընդունում է, որ Գալիբաֆը պետք է լինի իրենց այսպես ասած վիզավին բանակցությունների ընթացքում, այսինքն կողմերը ընդունում են, որ ոչ մի կողմը, ոչ մյուս կողմը չի հասել լիակատար հաղթանակի, բայց այստեղ արդեն գլխավոր դերակատարները պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ փորձեն գալ համաձայնության։ Իհարկե ակնհայտ է, որ Իսրայելը փորձելու է խառնել խաղաքարտերը, իրենք այսօրվա դրությամբ արդեն մի քանի հարված հասցրել են Լիբանանին, ամեն դեպքում արձանագրենք, անկախ նրանից թե կլինեն փորձեր խաթարել պայմանավորվածությունները, թե ոչ, արդեն իսկ կա հայտարարություն հրադադարի մասին, հայտնի է թե ով է բանակցելու Իրանի Իսլամական Հանրապետությունից եւ նաեւ հայտնի են իրանական պահանջները, որոնց վերաբերյալ հերքում չի եղել պաշտոնական Վաշինգտոնից Իրանի Իսլամական Հանրապետությունը ի պատասխան ամերիկյան 15 պահանջների իր 10 պահանջն է ի հայտ քաշել, որոնց շրջանում, որոնց թվում կարելի է նշել հետեւյալը՝ տնտեսական պատժամիջոցների լիակատար վերացում, այնպիսի համակարգի ձևավորում, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կկարողանա վերականգնել տնտեսական այն վնասը, որը հասցվել է պատերազմական գործողությունների ընթացքում, ինչպես նաեւ խաղաղ ատոմի զարգացման հնարավորություն են պահանջել Իրանի Իսլամական Հանրապետության մեր բարեկամները եւ կրկին ասենք առնվազն այս պահի դրությամբ հաշվի առնելով այն հանգամանքը, որ չկան հերքումներ, այս ամենի մենք կարող ենք արձանագրել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ցույց տվեց մի բան, որ եթե քո դեմ պատերազմում են, դու էլ ասիմետրիկ հարվածներ ես հասցնում, դու էլ դարձնում ես պատերազմը չափազանց թանկ ագրեսորի համար, նա ինքը այս կամ այն պահին հնարավոր է ստիպված լինի նստել քո հետ բանակցությունների սեղանի շուրջ, որտեղ իսկապես, տեսեք, ամենամեծ խնդիրը Ամերիկայի Միացյալ Նահանգների համար ոչ թե այն է, որ իրենք չէին կարողանում անցնել իրանական հոպը, եկեք ինքներս մեզ չխաբենք, լավ էլ անցնում են, ինչպես նաև իրանցիները իսրայելական հոպն էին անցնում, բայց Իրանի Իսլամական Հանրապետությունը այն տեսակ հարվածներ է հասցրել ամերիկյան ենթակառուցվածքներին Պարսից ծոցում, որ այսօր օրինակ իրենք նաև պահանջների շարքում նշում են հետևյալը, որ ամերիկյան ռազմաբազաները պետք է դուրս գան տարածաշրջանից։ Այ հիմա գալիս ենք մեր տարածաշրջան, Հարավային Կովկաս, լավ, մեզ համար այս ամեն ինչը ինչ է փոխում, ինչ նոր կոնֆիգուրացիա է ձևավորել տարածաշրջանում, եկեք հասկանանք հետևյալը, հարգելի հեռուստադիտողներ, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները վերջն արդյունքում գործընթացը լինի դա արդեն բանակցություններով, թե պատերազմական գործողությունները կվերսկսվեն եւ իրենք Իրանում կհասնեն իշխանափոխության, իրենք կհասնեն նրան, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում կհաստատվի ամերիկացիներին այնպիսի լոյալ ռեժիմ, որը հաստատվել է օրինակ Վենեսուելայում, եւ Իրանը կդառնա եվրասիական Վենեսուելա, Ամերիկայի Միացյալ Նահանգների համար
այլևս անհրաժեշտ չի լինելու Հայաստանի տարածքում ունենալ այնպիսի կառույց, ինչպիսին թրիպն է, որը սանիտարական կորդոն է իրականում իրենից ներկայացնում Իրանի Իսլամական Հանրապետության սահմանների մոտ, շատ պարզ տրամաբանական պատճառով, որովհետև ամբողջ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքը արդեն իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների վերահսկողության տակ կլինի կամ իրենք կարողանան օգտագործել այնպես, ինչպես իրենք ճիշտ են գտնում։ Իսկ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն հասնում հաջողության, եթե ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենում, եթե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ամրապնդի իր դիրքերը նաև որպես քաղաքական իշխանություն Իրանի Իսլամական Հանրապետությունում, այստեղ արդեն Հայաստանն է վտանգի տակ հայտնվում, որովհետև վերջին պատերազմը ցույց է տվել, որ Իրանի Իսլամական Հանրապետության մեր բարեկամները, մեր դաշնակիցները իրենք կարմիր գծեր չունեն թիրախավորելու այս կամ այն օբյեկտը, որը իրենց ընկալմամբ կարող է վտանգ ներկայացնել իրենց համար կամ նույնիսկ լավ վտանգ չի ներկայացնում, նույն ամերիկյան Citibank-ը, պարզ չէ, որ Citibank-ի տարածքից, իրենց գրասենյակների տարածքից Իրանին չէին թիրախավորում, բայց Իրանի Իսլամական Հանրապետության մեր բարեկամները թիրախավորել էին Citibank-ի գրասենյակները, Amazon-ի դատակենտրոններն էին թիրախավորել, հետևաբար մենք պետք է հասկանանք, թե ինչ է փոխվել այս պատերազմական գործողությունների արդյունքում։ Այստեղ մենք արդեն գալիս ենք նաև մեր դաշնակիցներից մյուսի Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Ալեքսեյ Օվերչուկի գնահատականին, ով ոչ միայն պատմական էքսկուրս է անում, ասում է, որ տարածաշրջանում բալանսը հաստատվել է Թուրքմենչայի պայմանագրի արդյունքներով, իսկ Թուրքմենչայի պայմանագիրը ինքը ի թիվս այլնի վերաբերվում է Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիային է վերաբերվում, մեզ է այս պայմանությամբ վերաբերվում Ադրբեջանին, Վրաստանին, բոլորին վերաբերվում է, նա հղում է անում այդ պայմանագրի, միևնույն ժամանակ նշում է հետևյալը, որ նաև ելնելով այդ իրողություններից տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա բոլոր կողմերի շահերը հաշվի առնելով, նույն իր այդ հարցազրույց հոդվածում, ինչպես ուզում եք մեկնաբանեք, Ալեքսեյ Օվերչուկը նաև նշում էր հետևյալը, որ եթե գործընթացները այս տրամաբանությամբ շարունակվեն, ապա Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով Ադրբեջանը եւ Թուրքիան նոր կապ կունենան եւ Հայաստանի Հանրապետությունը փաստորեն դուրս է մնալու տարածաշրջանային գործընթացներից եւ ամփոփելով մեր այսօրվա զրույցը, ամփոփելով Օվերչուկի ասածը, ամփոփելով իրանական պատերազմի այս հերթական ակտը, մենք պետք է նշենք հետևյալը. Հայաստանի Հանրապետության իշխանությունները դժվար թե կարողանան հաղթահարել այն խզումը, որը առաջացել է իրենց մենտալ քարտեզի եւ ֆիզիկական քարտեզի միջև։ Մենք այն տարածաշրջանում ենք, որում կանք, մենք ունենք այն հարևանները, որոնք ունենք, այդ հարևանների շարքում չկա ոչ Եվրոպական միությունը, ոչ էլ Ամերիկայի Միացյալ Նահանգները, բայց եթե դու փորձում ես արտատարածաշրջանային խաղացող բերես տարածաշրջան, դու ոչ միայն խաթարում ես Թուրքմենչայի պայմանագրով հաստատված որոշակի խաղի կանոնները, այլ դու նաև միավորում ես այդ սուբյեկտներին ընդդեմ քեզ։ Դա պրակտիկ կյանքում կարող է նշանակել հետևյալը. եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրի իր իշխանությունը, մենք հունիսի 8-ին կարող ենք կանգնել հետևյալ իրավիճակում. մենք կորցրել ենք Արցախը, գոյություն չունի Արցախի հանրապետություն, գոյություն չունի Լաչինի Միջանցք, 120,000 հայ կորցրել է իր հայրենիքը, կորցրել է իր տները, բայց Հայաստանի Հանրապետությունը կարող է չստանալ նույնիսկ կոմունիկացիաների ապաշրջափակում եւ խաղաղության խաչմերուկը, թրիպի ճանապարհը կարող է վերջնականապես վերածվել Փաշինյանական տուպիկի։ Մտածեք այդ մասին։